3 տարի առաջ ձյունը չմաքրելու համար, իբր չմաքրելու համար ինձ քաղաքապետարանը տուգանել էր 20,000 դրամ, այդ Բաղրամյան 31-ը հասցեում գրասենյակում Ակտրեյսոֆտ ընկերության եւ 5,000 էլ հարկադիր կատարման ծառայություններ ավելացրել իր կողմից եւ 25,000 ընդհանուր հաշվով իմ սեփականությունը հանդիսացող հաշիվից իրանք քաշել էին արդեն առանց սպասելու դատարանի վճռին։ Ինչի է այս հարցը այսքան կարևոր ինձ համար, որովհետև հունվարի 1-ից այս տարվա քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցվեցին բարոյական վնասի փոխհատուցման տեսքով։ Եթե հետաքրքիր է ասեմ, օրենսգրքի 162-ի հենց 1 հոդվածը։ Այնտեղ թույլ է տալիս արդեն բարոյական վնասի փոխհատուցում պահանջել վարչական մարմինների կողմից, որոնց գործողությունների կամ ոչ իրավաչափ գործողությունների կամագործության հետևանքով, երբ որ քաղաքացին վնաս է կրել, այդ վնասի փոխհատուցումը ոչ միայն նյութական տեսքով ստանալ, այլ նաև բարոյական վնասի տեսքով, այսինքն ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հիմա ես որպես սովորական քաղաքացի իմ գիտելիքները ինչքանով որ հերիքել է, օրենքի սահմաններում իրանց դիմել եմ, իրանց սխալի համար փոխհատուցում ստանալու, բայց սրանք վերաքննի չեն գնացել, իբր ինչ որ կետ, ինչ որ մի դրույթ իրանց դուր չի գալիս եւ դա կփորձեն ողոքարկել։ Ուրախալի է շատ, որ իրանք վերաքննի չեն գնում, ասեմ ավելին շատ կուզեի նաեւ վճռաբեկել գնալ, որովհետեւ վճռաբեկի վճիռը եթե մենք ունենանք, դա արդեն նախադեպ կլինի։ Դա կլինի նորմատիվ իրավական ակտ, դա կլինի նոր օրենք ստեղծված, որի հիման վրա մնացած քաղաքացիներն էլ ինպես հասարակ մարդիկ կկարողանան ոչ միայն բեկանել իրանց սխալ ակտերը, այլ նաև պատասխանատվության ենթարկել այդ սխալ ակտ կազմողներին։ Հետևաբար սրանք էլ երկրորդ անգամ արդեն ակտ գրելիս արդեն կմտածեն, արժե արդյոք ասեն գլխացավանքի տակ ընկնել, որովհետև հիմա որպես կանոն պրակտիկան ինչ է ցույց տալի 5-6,000 հոգու ուղարկում են ակտեր, այդ 5-6,000-ից ասենք 500-ը դժգոհ են 50-ը բողոքարկում են, 5-ը բեկանում են ակտը, բայց մնացածը մուծում են այդ բոլոր գումարները, ականջները կախ, ու այդ ծավալի վրա են սրանք աշխատում։ Այս սրիկաների մոտ քաղաքականություն կա մշակված, հստակ մշակված քաղաքականություն է, մասաների վրա աշխատել, այսքանին դիմենք, այսքանից քչերը կբողոքարկեն, քչերը կհասնեն հաջողության, ու դա անպատիժ կմնա։ Նորից եմ ասում, այդ անպատժելիության մթնոլորտն է ստեղծում նոր հանցագործություններ, իսկ սրանք ըստ էության հանցագործ են, դրա համար պետք է պատիժ կրեն։ Ես փորձում եմ ամեն ինչ ավելի պարզ լեզվով ներկայացնեմ, որ նույնիսկ տաքսու վարորդը, այսպես ասած, հասկանա իմ խոսքը, չնայած այդտեղ մի դիտողություն անեմ, այսօրվա տաքսու վարորդներից շատերը իմ խորին համոզմամբ ավելի խելացի են, ավելի մակարդակով են, ավելի լայն աշխարհայացքի տեր մարդ են, քան քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ։ Դրա համար իրանց համար պարզ լեզվով ասեմ, այդ 20,000-ը, որ դուք քաշել եք, գողացել եք իմ հաշվի, ձեր քթերից բերելու եմ 2 միլիոնի տեսքով, որովհետև բարոյական վնասի փոխհատուցումը 2 միլիոնից 3 միլիոնի չափ է լինելու։ Այդ արդեն իրավաբան, փաստաբանները կորոշեն, որ օրենքի ինչ հղումներ տան, որպեսզի վնասը ձեր պատճառած ինձ ավելի մեծ չափով փոխհատուցվի։ Բայց 1-2 այսպիսի դեպքից հետո դուք արդեն խելքներդ գլուխներդ կհավաքեք, կզգաք, որ պետք չի քաղաքացիներին գործից, ընտանիքից կտրել, ներվային ինչ որ ապրումների մեջ մտցնել, ինչա դուք որոշել եք, որ ձեր վզին դրած հարկը պետք է ավելի, չգիտեմ, ուրիշ միջոցներով բանարվի, գողացվի, տարվի։ Թողեք մարդիկ աշխատեն, թողեք իրանց ընտանիք փող տանեն, նորմալ իրանց ապրեն, այսինքն ամեն ինչ բերեք նրան, որ չափերից չանցնեք։ Հենց չափերները ձեր անցնում եք, արդեն ձեզ վտանգ է սպառնելու։ Ես հիմա օրինական ճանապարհով եմ ձեզ վտանգները ասում, բայց հավատացեք, չգրված օրենքներ կան, որոնց համաձայն դուք ելի կպատժվեք, եթե ձեր չափերը անցնեք։